Այսօր մենք երկու աղտակ ենք բացելու, որը նշելու է և հիշեցնելու ով է հեղինակը այս ականի և ով է հեղինակը այն երկու առիթների։ Ես դա ինձ համար շատ հպարտալի օր է, որտեղ պատկերացնում եք, ուրեմն մարդ ունենա հայր, դուք ասեք տաղանդավոր տեղանքարը, ունենա տենց եղբայրներ, Փոշարներ։ Շնորհակալություն եմ այդմեն առաջինից ես, հեչորակալության օրը, այո, բոլորիս, Փոշար շաքության հիմնադրամին ապրեք, իրականում հետաքրքիր բան ունեցավ այսօր, բոլորիս ուրախացրեց ու նոր շունչ տվեց մեր այգին։ Շնորհակալ եմ բոլորիս ապրեք բոլոր։ Ես կուզենայի այս բացերի իմ աղջիկը, որը Փոշարների այսօր փոքր է արմոտ։ Իրան կտան բացումը, բայց մինչև արվեստավոր բացելը լինի, մեր մյուս արմանն է, խոսում եք երկու արմանների մեջ եմ կանում, նշանակում ինչ եմ լինելու։ Իրական տեսկապայ է։ Իրականում ինձ համար էլ նույնպես անակնկալ է, որ գտնում եմ այս իրադարձության ինքնին, որովհետև այս վայրը ինձ համար էլ է մանկության իմ վայրը, ինձ երևի վայր, ինչպես ես եմ ասում, մեր քաղաքի զարդերից մեկն է։ Ու ցավոք, ինչպես պարոն Քոչարը ասում է, որ պետք է մեծարել, նախ պետք է առաջին իմանալ, հետո մեծարել։ Ցավոք սրտի ոչ բոլորը գիտեն, թե այս արձանների հեղինակը ովքեր են, անդադ հարցնում են, ավագ սերնդի հատուկ մարդիկ գիտեն, թե ում հեղինակությանն է, և կարծում եմ այս մասով մենք շատ պետք է շնորհակալ լինենք այս նախաձեռնությանը, որովհետև դրանով մենք արդեն բոլորի հարցերի պատասխանները տալիս ենք, որ չգիտի միանգամից կարող են վերցել և վստահ եմ, որ արդեն իմանալուց հետո մենք կարողանանք նաև իրենց մեծարել, նախ պետք է ճանաչել, հետո մեծարել։ Ինչի համար շնորհակալություն ձեզ մտահղացման համար և շնորհակալություն պարոն Թովմասյանին այս ամենը նաև իրականացնելու համար և հետաքրքրություն ձեզ բոլորի։ Потому что Давид всегда говорил, мое творчество принадлежит народу. И все. И что я хотела сказать? Браво! Это мало? Это мало? Ես ում շարունակում ենք այս բացահայտումների շարքը, ինշալլահ դա դուր է գալիս, որ քանդակներ կան մեր քաղաքում, որ անհայտ են, ու հիմա որ գալիս են հիհայտ։ Այս քանդակի մասին ուզում եմ խոսեմ, որ դա հայտ է խոսում իրա մասին, երբ որ քանդակում էր երկու այգիներ աշխատում էր այս գործի վրա, Երվանդ Քոչարը ասում էր, որ տղաս տեսնում եք ինչ անում, մեծ քանդակը մեծ քարի վրա անմիջապես աշխատում է, ձուլում է, այսինքն ոչ մայթետ, ոչ մի բան, ինքը միանգամից աշխատում է քարի հետ, ու իրանը շատ լավ է ստացվում, այսինքն ռիթմ չէ լինում։
Գիտեք ինչ, պետք է բաց հայտնենք մենք մեզ, մենք ով ենք մենք, ինչ ենք անում մենք, ուր ենք գնում մենք, ինք չվախենանք, որ ասենք գիտեք ինչ, ես կներես, էլի չեմ իմացել, որ Քոչարի աշխատանքն է ասա, սենց բոլորը ուզում են ասեն, որ մենք ամեն ինչ գիտենք, չէ, ոչ չգիտենք, սա Դավիթ Քոչարի աշխատանքն է, նա Երվանդ Քոչարի աշխատանքն է, որ ամոթ ինձ, որ ես չեմ իմացել, լսիք, սա պետք է մենք ամեն մեկս տենիալիսնենք, և սա հանճարեղ գործ է Երվանդ Քոչարի, ես բացահայտեցի այդ փոքրը, ծովառույցը հանճարեղ գործ է, աշխարհում ոչ ոք չի կարողացել ստեղծել նման մի բան, այսինքն ինքը ոչ բան է, փոք է, ոչ չգիտեմ ինչ է, ինքը արվեստի գործ է, ինքը արվեստ է, այսինքն փոքը Քոչարը դարձրել է արվեստ, սա մեծագույն քայլ է, մեծագույն արվեստագետի որովհետև Դավիթի գործը,